Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ձեր սպասված Արարատյան Խոհանոցն է եթերում։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին, շատ շնորհակալ եմ, որ միասին ենք մենք, իսկ երբ որ միասին ենք, հաղթանակները անխուսափելի են։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես հյուր ունեմ, իմ հյուրն է ավագ խոհարար Կարեն Գևորգյանը։ Ողջույն Կարեն։ Ինչպե՞ս ես եղբայր։ Շնորհակալություն, շատ լավ։ Իսկ դու տեղյակ ես, որ լավաշը արդեն վերադարձավ իր բնորան։ Հայկական բարձրավանդակ շատ ուրախ եմ։ Շնորհավոր ենք մեկս մյուսի։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում եւ այդ առիթով այսօր մենք կպատրաստենք լավաշով ուտեստ։ Շատ շնորհակալություն։ Ես ուզում եմ մեր հեռուստատեղներին նույնպես շնորհավորել, բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն եմ հայտնում մշակույթի փոխնախարար Արև Սամոյելյանին, աշխատակից Երանուհի Մարգարյանին, հնագիտության եւ ազգայնության այն աշխատողներին, այն մեր ընկերներին, մեր բարեկամներին, ում ջանքերով, ում կռվի պատերազմի շնորհիվ այս ամբողջը իրականացավ։ Շատ շնորհակալ եմ։ Այսքանը եւ այսօր պատրաստում ենք լավաշից պատրաստված ուտեստ, այդ հացերի հացը ինչ մեծ հնարավորություն է տալիս մեզ։ Այո։ Այսօր մենք կպատրաստենք դժվժիկ, հայկական ավանդական թոք եւ սիրտ։ Լավաշի մեջ։ Տեղեր կան վայրեր, որ խուրջին են անվանում, տեղեր կան բողջա են անվանում, թող անվանեն, բոլորը անվանեն ինչպես ցանկանում են, բայց լավաշի մեջ պատրաստված ուտեստ, որը պիտի ջեռոս տնենք։ Անպայման։ Մեր ավանդական դժվժիկը սոխը բարակ, սոխը բարակ, կրակը մարմանդ։ Այո։ Օգտագործելու ենք սիրտ եւ լյարդ։ Այո։ Շատ լավ։ Մեկ լյարդին ասում են սպիտակ թոք, բայց սպիտակ թոք իրականության մեջ չկա։ Կտրատեցինք սոխը, բարակ, սոխը կտրատեցինք, կծու պղպեղը կտրատեցինք, կծու պղպեղը։ Ես ուզում եմ հարցնել, դու մի քիչ սխտորել օգտագործեցիք։ Այո։ Ինչ նպատակ է հետապնդում այդ քո գործողությունը։ Մենք արդեն սրանից հետո իհարկե միջև հիմա էլ ինչ անում ենք պիտի հիմնավորենք։ Ինձ այդպես դուր է գալի։ Եթե ինձ դուր է գալի, ինձ թվում է բոլորին դուր կգա։ Բայց տեսնում եք, չէ, ինչ վարժ է աշխատում Կարենը, ինչ հավեսով, ինչ լավ տրամադրվածությամբ։ Ապրես Կարեն։ Կարեն ջան, մի հարցել, որ հարցը գնաց դժվժիկին, ես ուզում եմ, որ մենք պարզաբան ենք, մեր հեռուստատիտողները տիրապետեն իրական պատրաստման եղանակին։ Կան մարդիկ, ովքեր լյարդը կամ ընդհանրապես ենթամասամթերքը խաշում են, նոր են կտրատում դժվժիկ պատրաստում։ Սխալ է դա։ Ինչ թվում է սխալ է։ Որովհետև երկրորդ անգամ ջրմա մշակում ենթարկելուց հետո արդեն կորում է։ Կորչում են, ինչի համար որ մենք օգտագործել ենք, ինչի համար որ պատրաստում ենք դժվժիկը։ Դա իր նպատակին չի ծառայում, բարեկամ է, նախ շատ չոր է լինում։ Լյարդը խաշես չորանում է։ Բացի դրանից լյարդը հարկավոր է բարձր ջերմաշանի տակ ուղղակի։ Ու շատ արագ, ոչ չորանա, որ չձգվի։ Դու ապրես դու, Կարեն ջան։ Ապրես դու։ Ուղղակի որ հիշեք, երբեք չի կարելի խաշել, նոր կտրատել ինչ-որ տապակել։ Մենք նախորդ արդեն մաքրե մշակել ենք լյարդը եւ սիրտը եւ բարակ կտրատել ենք։ Այստեղ կարող ենք մեր հեռուստատիտողներին նաեւ հուշել, որ եթե հորթի կամ տավարի լյարդ է, նրա թաղանթը պիտի անպայման անպայման։ Բայց գարինը, մատղաշ գարինը չարժե։ Չէ։ Չարժե։ Բայց եթե լյարդը հորթի կամ տավարի լյարդը, վրայի թաղանթը անպայման պիտի հեռացնի, անպայման։ Եվս 1-2 րոպե, եւ կսկսենք։ Եվս 1-2 րոպե ամեն ինչ լավ է լինել։ Եվ հարգելի հեռուստադիտողներ, որպեսզի լյարդը եւ սիրտը բարակ սիրուն կտրատելու համար մաքրելուց հետո, մշակելուց հետո խորհուրդ է տրվում մի քիչ դնել սառնարանը, то есть սառեցնել սառցարան, որ բարակ շերտերով կտրեք եւ հետո որ կարողանանք մշակենք, որ հեշտ հավասարաչափ որ ձեռի մեջից չփախնի։
Կարեն ջան, իսկ դու որոշակի ուտեստներ կամ ասենք տժվժիկը թոնրի մեջ փորձել ես պատրաստել։ Դժվժիկը չեմ փորձել պատրաստեմ, բայց թոնրի մեջ շատ տարբեր բաներ եմ պատրաստում։ Եվ այստեղ պիտի անպայման նշենք, այո, երբ որ խոսք է բացվում թոնրի մասին, բոլորն ասում են, որ թոնիր բոլորը ունեն։ Բարեկամներ, բայց մեր թոնիրը գետնի մեջ է, եւ մեր թոնիրը խորհրդանշում է արևը գետնի մեջ, երթիկի տակ է, հազարաշենի տակ։ Օ, ինչ լավ, Կարեն, ապրես դու։ Եվ հենց իզուր չէ, որ Կարենը զգուշացնում էր կտրատելու ձևը, որովհետև կտրատելուց համաչափ, հավասար եւ մանր կտրատելուց է կախված նաեւ այս ուտեստի հաջողակ լինելը։ Շատ համաչափ է կտրատված եւ արագ կպատրաստվի։ Ապրես Կարեն ջան։ Ջերմաշանը պահպանում ես համաչափ։ Այո։ Հիմա մենք կկտրատենք լոլիկը եւ կօգտագործենք լոլիկի մածուկը։ Եվ լոլիկի մածուկ։ Այո, որպեսզի բույրը համը տեսքը շատ ավելի հաճելի լինի։ Շատ լավ։ Իսկ համեմունք ինչ ենք անելու։ Ախ, սև պղպեղ, դա էլ արդեն ճաշակի ցանկը մարդկա սկսիրի համեմիսել տա մարդկա չէ։ Ահա։ Ավանդական հայ ախ, կարմիր պղպեղ եւ սև պղպեղ։ Շատ լավ։ Իսկ մեջտեղում ինչի բացեցի։ Մեջտեղում բացեցի, որպեսզի տոմատի մածուկը բովենք։ Անպայման պետք է մեջտեղը բացեց, որ տոմատի մածուկը նույնպես տապակվի, այսինքն այն փտվային մասը հեռանա։ Նաև ես մի բան եմ նկատել ձեր հաղորդումների մեջ, որ ոչ մի խոհարար չի ասում գախնի բան, սա բոլորը բացահայտում են, այո, որովհետև Այո, սա մեր ազգի, մեր ժողովրդի համար է, սա մերն է, բոլորը պետք է իմանան։ Մեր հաղորդման կարևոր այդպես լոզունգը նաև որ ինչ անում ենք, դա բոլորինս է, ինչ անում ենք, դա մեր ազգային մշակույթի մի մասն է։ Ապրես, որ նկատել ես։ Համեմում ենք աղով պղպեղով։ Կանանչ պղպեղ։ Ականաչ ամբողջական պղպեղ։ Այո։ Ես խոսքով եմ ինքել, չեմ նկատել։ Իսկ հիմա ավելացնում ենք պամիդորը, լոլիկը։ Լոլիկն ենք ավելացնում։ Այո, եւ նորից տապակում ենք։ Շատ քիչ։ Լոլիկի հյութը արդեն բան կա լինի, հյութ կառաջանա եւ ուտեստը կդառնա հյութալի։ Հյութալի, այո։ Վերջ։ Այո։ Ահա։ Իսկ հիմա արդեն պատրաստ է։ Կանանչ կտրատածող անպայման համեմ։ Քանի որ փակ տարածքում պիտի Այո։ նաև այդ ջեռոցում մնա, համային հատկանիշները զարգացնենք։ Այսպես հարգելի հեռուստադիտողներ, շատ ախորժալի, անուշ բույր եւ համ ունենք։ Բույր ասացիր, այ ուտեստը դեռ ասինք ինչ պիտի ինչպես պիտի անվանենք։ Բույր ասեցիր, մի միտք հղացավ ինձ մեջ։ Իսկ եթե անվանենք լավաշաբույր տժվժիկ։ Ված չի։ Ողջը ասում ենք հայահունչ չէ, խուրջին ասում ենք պատկերացրած խուրջինը պիտի երկու հակ ունենա, ես դասական խուրջին հասկանում երկու հակով։ Լավաշաբույր տժվժիկ։ Ծնունդը շնորհավոր լավաշաբույր տժվժիկ։ Այո։ Մենք դրեցինք 2-3 լավաշ, որպեսզի շերտը լինի
որովհետև Որտեղ տակից հյութեր պիտի գնա, հյութերը, այո, պահպանվի։ պահպանվի։ Եվ այսպես սիրուն մենք սարքում ենք ողջա։ Ողջ ասա, ոչինչ, ողջ Ողջ ա։ սարքում, ոչինչ։ Բայց իրականում սա լավաշաբույր դժվժիկն է մեր։ Վերցնում ենք կանաչ սոխը Կապելու է, գիտես կանաչ սոխը։ եւ կանաչ սոխով կապելու ենք։ Չբավականացնեց, կարճեն, կարճեն։ Չբավականացրեց, Կարեն ջան, սոխը չտասվեց։ Մի բան հորինում է սա։ կհորինենք կիտրոնով։ Կհորինես։ Մենք կիտրոնից կպատրաստենք օղակ։ Եվ այդ օղակով կվերջացնենք խնդրեմ Բասում է չի լինում։ եւ չստացվեց սոխով փաթաթել, բայց մենք սոխով զարդարենք։ Սոխը, վերջը սոխը պիտի լինի։ Ահա։ Հիմա դնում ենք տապակը ջեռոցի Եվ ուղարկում ենք ջեռոց։ զվարճանալու ձեթ կամ որևէ բան կա։ Ցանկալի է։ Կարակ քսել, կարելի է եւ ձեթ, դա արդեն է ճաշակի, այո։ Մենք կլսնենք ձեթ, որտեվ մենք սենց ենք սիրում։ Իսկ մնացածը բոլորը ամեն մեկ։ Ջեռոցում հարկավոր է ունենալ քանի աստիճան տաքություն։ Ջեռոցում 200 աստիճան տաքություն է պետք ունենալ, որովհետև մեզի ջեռոցից պետք է ուղակի, որ լավաշը կարմրի։ Որտեղ մեջը բոլորը պատրաստված է արդեն։ Եվ մեզանից մի 2-3 րոպե։ 2-3 րոպե։ 2-3 րոպե։ Եվ ուղարկեցինք ջեռոց։ Եվ այսպես 2-3 րոպե եւ մեր ուտեստը պատրաստ է թագավորական Իսկ ուտեստը ինչ էր կոչվում։ Լավաշաբույր դժվժիկ։ Այո, դժվժիկ։ Արքաների համար, իսկ մենք շատ արքաներ ունենք։ Շատ լավ։ Մենք եւ մի քիչ կանաչ գույն։ Եվ խնդրեմ պատրաստեմ։ Կանաչը մենք ասինք լոլիկն ու վարունգը իրար հետ լավ են, կանաչ, կարմիր, այսպես։ Դեղին։ Շատ լավ ապրես դու Կարեն ջան, ինչ ցանկություն ունես, ինչ առաջարկ ունես մեր հեռուստադիտողներին։ Ամենալավ բաները։ Հուզված ես, ամենալավ բաները։ Շնորհակալություն եղբայր, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կարենին իր այդ խանդավառվածության համար, իր խանդավառ այդպես պատրաստելու համար եւ լավ ուտեստներ պատրաստելու համար։ Բարեկամներ, որքան էլ որ հաճելի է, որքան որ լավ օր է այսօր մեզ համար, բայց այսօրը նույնպես ունի վերջ եւ այն մոտենում է կամաց իր ավարտին։ Ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասին, ուզում եմ, որ լինենք համախմբված եւ համամիակամ։ Լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Լավաշաբույր դժվժիկ։ Լավաշ 3 հատ, լյարդ 100 գրամ, սիրտ 100 գրամ, սոխ 200 գրամ, կծուտակդեղ 1 հատ, սխտոր 1 պճեղ, ձեթ 50 գրամ, աղ, պղպեղ։ Բարեախորժակ։